Այսօր կխոսենք բյուջեներ քաղաքացիների համար ծրագրի 4 թիրախային ոլորտների՝ արդարադատության, կրթության, սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսության 2026 թվականի պետական բյուջետային հատկացումների մասին և կտեսնենք, թե ինչ ուղղություններով են դրանք ծախսվելու այս տարի։ Արդարադատության ոլորտի գործունեության ապահովման համար 2026 թվականի պետական բյուջեից հատկացվելու է 75 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 2,1%-ը։ Ծախսերի 35,3%-ը կամ 26,5 միլիարդ դրամը նախատեսվում է ուղղել դատական իշխանության գործունեության ապահովմանը, 30,3%-ը կամ 22,7 միլիարդ դրամ ոլորտում նախաքննությունների իրականացմանը, իսկ 17,9%-ը կամ 13,4 միլիարդ դրամ դատապարտյալների և կալանավորված անձանց վերահսկողության և պահպանման պայմանների ապահովմանը։ Կրթության ոլորտին 2026 թվականին կհատկացվի 357,7 միլիարդ դրամ կամ պետական բյուջեի ծախսերի շուրջ 9,9%-ը։ Ծախսերի 39,1%-ը կամ 839,7 միլիարդ դրամ հատկացվելու է անվճար հանրակրթական ուսուցման ապահովմանը, 146,7 միլիարդ դրամ հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների, մանկապարտեզների կառուցմանը, վերանորոգմանը և գույքով ապահովմանը, իսկ 13,1 միլիարդ դրամ ուսանողների ուսման վճարների փոխհատուցմանը։ Վերջին տարիներին կառավարությունը հետևողականորեն ավելացնում է ոլորտի ֆինանսավորումը։ Օրինակ, 2026 թվականին ոլորտի ֆինանսավորմանը կուղղվի շուրջ 2,1 անգամ ավել, քան 2022 թվականին է ուղղվել։ Սոցիալական պաշտպանությունը շարունակում է լինել Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ 2026 թվականին պետական բյուջեով նախատեսվում է սոցիալական պաշտպանությանն ուղղել ավելի քան 993 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 27,4%-ը։ Ծախսերի 59,5%-ը կամ 590,8 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել բնակչության կենսաթոշակային ապահովությանը, 140 միլիարդ դրամ սոցիալական ապահովությանը, իսկ 8,4%-ը երկրում ժողովրդագրական վիճակի բարելավմանը։ Գյուղատնտեսության ոլորտին 2026 թվականի պետական բյուջեից կհատկացվի 39,4 միլիարդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 1,1%-ը։ Ծախսերի 57,6%-ը կամ 22,7 միլիարդ դրամ նախատեսվում է ուղղել գյուղատնտեսության արդիականացմանը, 25,7%-ը կամ 10,1 միլիարդ դրամ գյուղատնտեսության խթանմանը, 6,9%-ը կամ 2,7 միլիարդ դրամ գյուղական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացմանը։ Այսպիսով, ներկայացված թվերը ցույց են տալիս, թե ինչ առաջնահերթություններ ունի պետությունը։ Հետևելով բյուջեին, մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչպես են հանրային միջոցները ծառայում կյանքի բարելավմանը և հասարակության զարգացմանը։